Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 20-ի համար։ Օրը 5-շաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Այս կանխատեսումը միայն տարվա ծնված նշանների համար են։ Ես այնտեղ կարդացի առյուծի համար էին գրել, որ միշտ վատ բաներ եմ ասում, բայց ես այստեղ առյուծ չեմ տեսնում։ Եթե ինչ-որ մեկը տեսնում է այստեղ առյուծ, թող գրի։ Միգուցե ինչ-որ մի բան խառնել են, ինչ-որ վագրին առյուծ են ասում, կամ էլ ուղղակի վագրի նշանը, այսինքն առյուծ նշանը փոխարինել են այստեղ 5-րդ նշանը ով է, նապաստակ կամ եւ այլն, միգուցե դա է, փոխել եք դրան, ես չգիտեմ, ուշադիր եղեք, ուշադիր լսեք սկիզբը, որովհետև սա միայն տարվա ծնվածների համար է, եւ թռուցիկ ասել կամ չասելը դա վերաբերվում է քարտերից, ես չեմ կարող հորինել, որից իրադարձություն, թե ինչ է ձեզ սպասվելու։ Ես ասում եմ միայն այն, ինչ որ քարտերն են ցույց տալիս։ Ուրեմն ձեր կյանքը ավելի հետաքրքրացրեք, որ ձեր կյանքում ավելի շատ իրադարձություններ լինեն, եւ ես ավելի շատ իրադարձություններ ձեզ ասեմ։ Թե չէ միշտ վատ բաներ ես ասում, թռուցիկ բաներ ես ասում, դա իմ կյանքը չի, դա ձեր կյանքն է։ Ուրեմն փոխեք ձեր կյանքը, որպեսզի նման բաներ չգա ձեր կյանք։ Ուրիշ ոչինչ։ Եվի կատարվում է այդ վատ բաները, դրա համար էլ խոսում են, բարձրաձայնում են։ Ինչքան վատն եք մտածում, այնքան վատ բաները ձեր կյանք եք քաշում։ Դա ինձանից չի, ոչ է քարտերից է։ Ուղղակի նա ցույց է տալիս այն, ինչը որ լինելու է ձեզ հետ։ Այն ինչը որ մտածում եք։ Այնպես որ ինչքան դրական բաներ մտածեք, այնքան ավելի լավ կլինի։ Ինչ որ մեկնաբանություններում հարցակվել մարդու վրա դրա փոխարեն մի քիչ ուրիշ ձև մտածեք, ուրիշ ձև դատեք։ Հատկապես այստեղ ես առյուծ բառ երբեք չեմ օգտագործում։ Ինչ որ մի բան լսել եք, խառնել եք։ Եթե վագրը ձեզ համար առյուծ է, ուրեմն շունն էլ ձեզ համար կատու է։ Ինչ ասեմ։ Այսքանը հարգելիներս, այս վերաբերվում են այն մարդկանց, ովքեր որ ուղղակի հենց այնպես գրում են։ Եվ պետք է յուրաքանչյուր մարդ իմանա, եթե վատ բան է տեղի ունենում իր հետ, դա իր կյանքն է եւ ինքը կարող է փոխել։ Եթե ես ասում եմ պետք է վիճեք, դες այնց է գալիս։ Դիմացինը վիճես, դուք վիճում եք։ Օրինակ ես տարիքի հետ մեկտեղ, հատկապես օտար երկրում, փորձում եմ ինձ միշտ զուս պահել, ինչքան էլ որ դիմացս լպիրշ են, որովհետև գիտեմ, որ իրենք անդաստիրակ են մեծացել, 15-16 տարեկանից հանում դուրս են շպրտում իրենց երեխաներին, ով ինչպես կարողանում մեծանում է, դու հետո չես կարող այդ մարդկանց ասել, գիտես, դաստիարակվեիր, որովհետև ծնող պիտի ունենա, որ դաստիարակվի։ Բայց հայերը մի քիչ ուրիշ ձև են, մի քիչ ավելի երկար են մնում ծնողի կողքը, մի քիչ երկար են արդեն դաստիարակվում, դրա համար այս վիրավորանքը, որ դիմացինին ուղղակի լցնում են, դա եւս դաստիարակության խնդիր։ Ուրեմն իրոք, եթե այնտեղ միայնակ են ապրել, այստեղ ծնողը ուղղակի բանի տեղ չի դրել նման մանրուքներին։ Այսքանը չմանրանամ, մի խոսքով ուղղակի ուշադիր եղեք, որ այստեղ առյուծ չկա, այսքանը։ Սա տարվա ծնվածներին է վերաբերվում եւ մի վերածեք ոչ մի նշան այս նշաններին։ Գնացեք Google-ում, փնտրեք որն է ձեր տարվա նշանը, գրեք օր, գրեք ամսաթիվ, թող Google-ը ձեզ համար բերի, թե որ տարում եք դուք ծնվել։ Անկամ միայն տարին նշելով էլի չի բերելու, որ դուք այդ տարում եք ծնվել։ Կարող է բերի, բայց եւս էլի սխալ լինի։ Օրինակ հիմա սկսվում է փետրվարից։ Հունվարի ծնվածները դեռևս վիշապի տարում են։ Այսքանը ամեն ինչին ուշադիր եղեք։ Սա տարվա ծնվածների ալիք է միայն։ Ահա, փոքր խառնեմ էներգիան կորի այդ բացասականների։ Նման մարդկանց երբեք չեմ հարգում, չեմ գնահատում, երբեք։ Նույնը վեճը, նույնը այնտեղ ընտանիքից բաժանվելը, նույնը եւ շատ բաներ կան, որ ես ասում եմ աշխատանքից դուրս գալը։ Այդ ամեն ինչը ձեր ձեռքում է, իմ ձեռքում չէ։ Դուք եք որոշում, դուրս գաք, դուրս չգաք, կռվեք, դուք սկսեք գոռգռալ, դուք չսկսեք, ամեն մարդ ինքը պետք է իրեն կարողանա տիրապետել, ուրիշ ոչինչ։
Եվ հետո հասկանա իրեն, ինչու այդքան բացասական բաներ են գնում ուրեմն իրեն։ Հիմա իմ շրջապատում միշտ օծեր կան։ Միշտ ակաղաղներին օծեր են գնում, մյուս ալիքում ցուլերին, առուծներին եւ աճեղջյուրներին միշտ օծ են գնում ու միշտ իմ կողքը շրջապատում օծեր կան։ Ուղղակի էլի եմ շեշտում։ Օտար երկրացի են, ես բանի տեղ չեմ դնում եւ իրենց ասածը եւ իրենց արարքը, որտեվ գիտեմ անդաստիրակի մեկն են։ Դաստիարակություն պետք է ստանան օտար երկրում, որ հասկանան։ Իսկ այստեղ չեմ կարա։ Այստեղ տհաճ է։ Այսքանը գնայինք առնետներին։ Ովքեր առնետներ են ասում, ովքեր մուկ, երկուսն էլ արկա է մեջը։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 20-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը առավոտյան ինչ-որ տհաճ պահեր կան, նաև սուտ կա, նաև ցավ է դա մի կողմից և տխրություն։ Դա մեկ ուրիշ պահն է օրվա։ Իսկ մյուսում ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե ձեր ընկերոջ հետ և երեխաների հետ կապված իրադարձություն է, միգուցե ծնունդ է, միգուցե երեխաներն են ինչ-որ ձևով սուտ խոսում նաև, նեղվում եք։ Այսքանը ձեզ համար, հիմա չասեք նման բան չկա, որովհետև կա և մենք չենք ապրում երկնքում։ Երեխաներն են անում, բոլորն էլ անում են, հարևանն էլ անում, ծնողն էլ անում, երեխան ծնողին էլ անում, մի խոսքով լիքը բաներ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 20-ին։ Հարգելի ցուլեր, նաև գոմեշներ, նաև եզեր, այդպես է կոչվում։ Այդ օրը կամ առավոտյան շուտ եք արթնանալու, կամ քնած կարող եք մնալ։ Նաև ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, դա էլ կարող է կապված է ինտիմ հարաբերությունների հետ։ Իսկ մյուս կողմից ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, ինչ-որ մի բանը ցավեցնում է, ինչ-որ մի բանը տրամադրությունը բարձրացնում։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 20-ին։
Հարգելի բագրեր, այդ օրը գաղտնիք կբացահայտվի, նաև ինչ որ մարդու եք սպասում հնարավոր է ձեզ համար մտերիմ մարդու, ընկերոջ, ընկերուհու, հարազատ մեկին։ Նաև ոմանք գաղտնի ինչ որ գործողություններ կանեն, ոմանք ունեն գաղտնի սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ, եւ կարող հանդիպել տվյալ մարդու հետ, նաև ինտիմ հարաբերություններ ունենալ, եւ ուղղակի ինչ որ կարող գաղտնի գործողություններ եք անում, գուցե անակնկալ եք պատրաստում կամ եւ այլն։ Կամ այդ գաղտնիքը կբացահայտվի։ Նա որ դուք շփվում եք ինչ որ մեկի հետ կամ կարող եք իմանալ, որ տվյալ անձնավորությունը ամուսնացած էր։ Այդ օրը նաև ոմանք փաստաթուղթ կստանան փաթեթ, ինչ որ մեկից SMS, նամակ եւ ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հեռախոսազանգ կունենաք եւ երեկոյան կամ շուտ եք պարկելու քնելու կամ ուշնել դե ինտիմ հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 20-ին։ Հարգելի նապաստակներ, այսօր տատանվում եք, ծանրութեթև եք անելու ինչ-որ բաներ, ինչ-որ հարցեր, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ժամին ուշադրություն դարձրեք, ժամը կարևոր է ձեզ համար, նաև կարող է ուշ ժամի տուն գաք կամ ուշ ժամի տանից դուրս գաք եւ հաջողություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դե հաջողությունը գործերում է, ինչ-որ մի բան լավ կանեք, ինչ-որ մի բանը ձեզ համար լավ կստացվի այդպես։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 20-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ինչ-որ գործեր, որոնք որ մնացել էին, այդ գործերը կհասցնեք անել, հաղթանակած դուրս կգաք այդ գործերից։ Այն ինչ-որ կմնար, կամ միգուցե որ պետք է մնար, չէիք հասցնելու անեիք, մեկ էլ ինչ-որ մի ձևով կստացվի։
Նաև այդ օրը ժամին ուշադրություն դարձրեք, ժամը ձեզ համար շատ կարևոր է կամ ժամ կարող եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ եւ ինչ-որ բաներ ձեզ կերջանկացնի օրվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օծերին։ Ինչ է սպասվում օծերին նոյեմբերի 20-ին։ Հարգելի օծեր, այդ օրը սպասում եք ձեր ընկերոջը տեսնելուց բավականին շատ կուրախանաք, որովհետև կարծես թե ձեր վաղուց չեք տեսել, ձեր սիրելի ընկերն է, հա, ձեր հարազատ մարդն է, այդպես իրան եք սպասում։ Միգուցե ձեր սիրելին եք սպասում, ով որ նաև ձեզ համար ընկեր է։ Հեռախոսազանգ այդ օրը կունենաք, հյուր կունենաք կամ դուք գնաք հյուր եւ օծեր կան, նախանձություն, բամբասանք, խոսակցություն, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին նոյեմբերի 20-ին։ Հարգելի ձեր, այդ օրը ինչ-որ գործեր կմնան, որոշ գործեր չեք հասցնում անեք, ավարտեք, նաև սեղանի շուրջ եք նստելու, և այստեղ կամ ճանապարհին հետը հաճպահեր կամ մեքենայի հետ է կապված, այնպես որ ստուգի եք ամեն ինչ սարքին է, նոր հետո գնացեք, նաև գնում եք այնտեղ է, հա, դա հաճպահեր, որտեղ որ գնում եք, և սպասում եք, միգուցե դա է տհաճությունը։ Որովհետև շատ դեպքերում գնում ենք, ոչ թե շուտ ենք գնում, այլ դեռ մի բան էլ մենք ենք երկար սպասում, դա եւս տհաճ պահեր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։
Ինչ է սպասվում այդ ծերին նոյեմբերի 20-ին։ Հարգելի այծեր, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ որ բաները չունեք։ Նաև ոչխարները նշանակում է, ովքեր ոչխար գիտեն։ Նաև ոչ իրադարձություններ կան, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն։ Նաև վերջին մեկ ամսվա իրադարձություն կարող է ավարտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 20-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ ձեզ մոտ կգան, նաև ձեր ցանկությունները կիրականանան, հնարավոր է նաև ինչ որ մի բան ձեր ձեռքից բաց թողնեք, ինչ որ հնարավորություն եւ գումար եք ստանալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին նոյեմբերի 20-ին։
Հարգելի ակաուներ, այդ օրը կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել ինչ-որ մի բանի համար։ Հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, օրը ձեր ձեռքում է ձեր առողջության հետ կապված նաև, հա թե ինչ-որ թեթև կհագնվեք, կսառեք, կմրսեք, թե ինչ է, այդպես։ Նաև քնելուց առաջ կամ երեկոյան նաև կամ նվեր եք ստանալու կամ ինչ-որ բան է ձեզ համար, դա նվեր է լինելու։ Միգուցե դուք ինքներդ եք ձեզ նվեր անում, կամ սա կարող է լինել անկողնային պարագաներ, կամ տան հետ կապված ինչ-որ իրեր, կամ դուք եք գնելու, կամ ձեզ կարող են նվիրել։ Եվ այստեղ հաղթանակ աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու, կամ կարողանալու եք հասցնել դա անել, կամ ինչ-որ մի պահեր են սա։ Նաև միգուցե գնում եք հարցազրույցի, դա եւս, հա, ոնց որ ձեր օգտին կավարտվի։ Եթե բիզնես եք բացել, դա եւս, բիզնես եք ուզում բացել կամ բիզնես ունեք, դա եւս, հա, ձեր օգտին է ինչ-որ մի բան ավարտվելու աշխատանքի հետ կապված։ Դա կարող է աշխատանքի հենց ընդունելություն է կամ այնտեղ ինչ-որ մի լավ բան եք անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 20-ին։ Հարգելի շներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Այստեղ ինչ-որ ձեր սիրելի հետ կարող եք, կամ ինքն է դանդաղում, ինքն է կանգնած, ինքն է չի գալու, հուզվում եք, կամ իր հետ հանդիպման եք, կամ սպասում եք, որ գա, հուզվում եք, կարող են նաև ձեր սիրո խոստովանություն անել, եւս կարող եք հուզվել, բայց սա պետք է ուղղակի քալանելուց առաջ երկար մտածեք, նոր հետո ասեք, պատասխանեք կամ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 20-ին։
Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը գումար եք ստանալու, հաջողություն ունեք նաև ինչ-որ մի տեղից, ոմանք կգնան ժամադրության բավական հուզված կլինեք, ոմանք պայմանավորվեն իրենց հարազատ մարդկանց հետ, կգոք հանդիպել, վաղուց կարողացեք տեսել, հուզվում եք, արտասվում եք և սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։